Դա իհարկե պայթյուն է առաջացրեց արդեն, պետք է ձերբակալի հազարավորների եւ տասնյակ հազարավորների, ավելի վտանգավոր է իրավիճակը կապված Իսրայելի Գազայում վերսկսած ցեղասպանության հետ, նպատակն է վերջին հաշվով հարվածել Իրանին։ Տարածաշրջանը կարող է տեսնել արդեն մի քանի պատերազմ 44 օրյայից հետո շարունակել է մեծ թափով զինվել։ Ուրեմն այդ ամեն ինչը զսպեց Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այդ փաստաթուղթը չի տալիս Հայաստանին որևէ երաշխիք։ Մերը չի, ասեցի, դրածո կառավարություն է, հասկանում եք, այս խնդիրը պետք է հասկանանք։ Այսինքն համաձայնվում եմ, որ Ադրբեջանը պետք է հայերին սպանի անպատիժ։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, ժամանակ տրամադրելու համար։ Եվ այսպես, ռեգիոնը եռում է մասնավորապես հարևան Թուրքիայում բազմահազարանոց հանրահավաքներ են։ Շատ անսպասելի էր կամ գուցե փորձագետների համար սպասելի, ինչ է կատարվում Թուրքիայում։ Եթե միայն Թուրքիան վերցնենք, որովհետև տարածաշրջանը ամբողջությամբ եռում է, ոչ միայն Թուրքիան նոր է սկսվել եւ ես կարծում եմ, որ այնքան հեշտ չի ավարտվելու այս պատմությունը։ Թուրքիան ունի իր ներքին լուրջ հակասությունները, տարբեր այսպես կտրվածքներից մեկը հենց իսլամիստների իշխանությունն է եւ նացիոնալիստական քեմալիստների հիմնական ընդդիմության միջև։ Ուրեմն այդ առճակատումն է, որը Էրդողանը որոշեց լուծել բացահայտ ճնշումներով, բացահայտ ուրեմն ռեպրեսիաներով, ձերբակալելով իր հիմնական Ախոյանին ապագա 2026 թվականին կայանալիք ընտրություններում։ Դա իհարկե պայթյուն է առաջացրեց արդեն, եւ այդ պայթյունը հնարավոր չի լինելու այսպես հեշտությամբ ճնշել։ Մենք ականատես ենք լինելու դեռ բավականին երկարատև հակամարտությանը Էրդողանի եւ ընդդիմության միջեւ, որը կարող է բերել այսպես անկանխատեսելի հետևանքների։ Այսօր Թուրքիայում մոտավորապես երկու մասի կարելի է բաժանել այդ ուժերին եւ ժողովրդի հատվածներին։ Մի մասը իսլամիստները ունեն աջակցություն քաղաքներից դուրս, ավելի շատ նահանգներում, ես մյուս մասը քեմալիստները, նացիոնալիստները ավելի այսպես աջակցություն են ստանում քաղաքներում, հատկապես Անկարայում, խոշոր քաղաքներում, Անկարայում, Ստամբուլում, Զմյուրնիայում, եւ տեսնենք, որ ճնշումները կամ պետք է մեծացնի Էրդողանը ճնշելու համար, այսինքն ձերբակալի արդեն ոչ թե հարյուրավոր մարդկանց, որ արդեն իսկ ձերբակալել է, այլ պետք է ձերբակալի հազարավորների եւ տասնյակ հազարավորների։ Եվ սա էլ այն դեպքը չէ, հիմա Թուրքիայում բանակը այն նույն դիրքը չունի, ինչ ուներ մինչև Էրդողանի դարաշրջանը, մինչև 2000-ական տասականները, այսպես ասենք, կամ որովհետև այն ժամանակ բանակը երբ ստեղծվում էր ներքին քաղաքական ճգնաժամ, միջամտում էր բանակը, իշխանությունը վերցնում էր, քաղաքական ուժերին հանդարտեցնում էր, մի մասին ձերբակալում էր, մի մասին, չգիտեմ, ասում էր գնացեք տները, մինչև մի քանի տարի հետո կվերադառնանք նորից սովորական ընտրությունների, չգիտեմ ինչերի, դասական քաղաքականության, ինչքան որ դա հնարավոր է ֆաշիստական Թուրքիայում։ Հիմա բանակին Էրդողանը ղեկավարությունը լրիվ փոխել է, ղեկավարությունը լրիվ իրեն է ենթարկվում, նաև ծառայությունը անվտանգության նույնպես ամբողջությամբ իրեն է ենթարկվում եւ նա ունի այդ առումով ուժայինների ամբողջական աջակցությունը։ Հիմա տեսնենք թե ինչ կկատարվի։ Այնտեղ իհարկե Թուրքիայում կան մի շարք ուրիշ խզումներ, քրդական հարցն է շատ սուր, որը իբր պետք է լուծվեր նոր, բայց ես համոզված եմ, որ լուծում չի գտնելու եւ հիմա էլ եմ համոզված այն Օջալանի հայտնի կոչից հետո։ Այո, հիմա որը մերժեցին իր հայրենակիցները, չէ, չեն մերժել, այսպես ասեցին հարգանքով, բայց չեն կանում։ Առերևույթ ընդունել են, բայց դա չի իրականացվելու։
Իսկ հիմա այս լարվածության պարագայում առհասարակ դա չի իրականանա, կան այնտեղ լարումներ ալևիտների հետ, որոնք 10-15-20 միլիոն են հասնում, դա մի առանձին էթնոկրոնական խումբ է, լարումները շատ են Թուրքիայում, հիմա տեսնենք, թե հիմնական այս բախումը Էրդողանի եւ քեմալիստների միջև, այդպես պայմանական եմ անվանում քեմալականներ, այսինքն այնտեղ այդ ժողովրդահանրապետական կուսակցությունն է, որի տեխնացուին էլ հենց ձերբակալել են, բայց պետք է նայենք ավելի լայն տարածաշրջանում ինչ է կատարում, որտեղ Թուրքիան դեռ ամենապայթուցիկ իրավիճակը չէ, կարող է չլինել դեռ ամենապայթուցիկը։ Ավելի վտանգավոր է իրավիճակը կապված Իսրայելի Գազայում վերսկսած ցեղասպանության հետ, Միացյալ Նահանգների միաժամանակ մեկ օր առաջ դրանից սկսած պատերազմի հետ Եմենի դեմ, հյուսիսային Եմենի կամ այսպես ասենք հութիների դեմ, ավելի շուտ Անսար Ալլահ կազմակերպությունն է այնտեղ ղեկավարում, ամբողջ Եմենի մոտ 80%-ը գտնվում է նրանց վերահսկողության տակ, բնակչության մեծ մասը այնտեղ է ապրում, մոտ 25-30 միլիոն բնակչություն ունեցող մեծ երկիր է, բավական բարդ, այսպես տեղանքով, լեռներով եւ այլն եւ այլն։ Նրանց դեմ Միացյալ Նահանգներն է պատերազմ սկսել։ Իսրայելը սկսել է պատերազմ Գազայում, այսինքն պատերազմ չէ, ցեղասպանությունը վերսկսել է։ Եվ երկուսի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակն է վերջին հաշվով հարվածել Իրանին։ Այդ թե որտեղ է մեզ համար մասնավորապես վտանգավոր կետը եւ ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ մերձավոր արևելքի համար, որովհետեւ այդ պայթյունը, եթե իսկապես Իրանին հարվածեցին, իսկ եւ Իրանը տալու է այդ դեպքում հակահարված, շատ ուժգին, մի շարք երկրներում տեղակայված են Միացյալ Նահանգների ռազմական բազաները եւ հրամանատարական կենտրոններն ու կետերը, այդ բոլոր կենտրոնները ենթարկվելու են Իրանի հարվածին, իհարկե Իսրայելն էլ է ենթարկվելու Իրանի հարվածին։ Ուրեմն այս ընթացքում այդ տարածաշրջանը կարող է տեսնել արդեն մի քանի պատերազմ, ոչ թե մեկ պատերազմ, երկու պատերազմ, ինչպես հիմա է։ Դա կարող է լինել պատերազմ նաև Եգիպտոսը կարող է միջամտել, այնտեղ էլ է բավականին լարված այս Գազայի ցեղասպանության հետ կապված։ Կարող է Եմենը հարվածել Սաուդյան Արաբիային, դե Իրանը բնականաբար հարվածելու է Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական այդ բազաներին եւ կենտրոններին հրամանատարական, եւ այդ ամենը կարող է մի այնպիսի պայթյունի բերել, որի հետևանքով համաշխարհային ուրեմն այդ նավթային եւ գազային այդ առևտրի մոտավորապես 30%-ը կանգ առնի։ Դա իր հերթին բերելու է, եթե այդ պատերազմները տեղի ունեցան, դա բերելու է նավթի եւ գազի գնի կտրուկ աճին, եթե այսօր մոտավորապես $70 է, կարող է դրանից հետո դառնալ բարելի համար վճարում են 1 բարելի համար $70, դրանից հետո կարող է դառնալ $200, կարող է դառնալ $250, $300 եւ ամբողջ համաշխարհային տնտեսությունը ենթարկվելու է հզոր հարվածի ու ճգնաժամի մեջ է ընկնելու։ Ահա թե ինչպիսի իրավիճակում է ամբողջ տարածաշրջանը եւ այս իրավիճակում պետք է նայենք թե Ադրբեջանը ինչի է պատրաստվում։ Այ հենց այդ մասով, պարոն Այվազյան, դրթելը դրթում է Իսրայելը, բայց կգնա Ադրբեջանը այ խելքը որ ասում հացի հետ կուտի։ Նկատի ունեք։ Այո, Հայաստանի վրա արձակվելով հերահար թիրախում Իրանին ունենա։ Տեսեք, որովհետև պետք է մարսել։ Արցախը մարսեց կարծես։ Ադրբեջանը վերջին պատերազմից հետո 44 օրյայից հետո շարունակել է մեծ թափով զինվել։ Այդ նրա զինվելը եւ տարեկան մի քանի զորավարժությունները, որ անցկացրել է եւ թուրքական հատկապես զորքերի հետ համատեղ եւ ինքնուրույն երբեմն թուրք, պակիստանյան, ադրբեջանական զորավարժություններ են եղել։ Այս ամեն ինչը ոչ միայն Հայաստանի դեմ է ուղղված, այլև Իրանի դեմ է ուղղված, որովհետեւ այդ հարվածը Իրանին կարող է տեղի ունենալ, կարող է նաև հենց Ադրբեջանի տարածքից էլ հարված լինել, օդային հարվածներ կարող են լինել, դիվերսիոն խմբեր կարող են ներթափանցել, Ադրբեջանը երազում է իրեն միացնել իր ասելով հարավային Ադրբեջանին, որ իրականում իսկական Ադրբեջանն է, որտեղ
այս այսօրվա Ադրբեջան պետությունը դա արհեստական կառույց է, որը երբեք Ադրբեջան չի կոչվել մինչև 1918 թվականը։ Իսկ իսկական Ադրբեջանը դա հենց Իրանի հյուսիսային շրջաններն են, այնտեղ արդեն գոյություն ունեն երկու նահանգ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան։ Ուրեմն այնտեղ ապրում է մեծ քանակությամբ մի քանի միլիոն ուրեմն թուրքախոս բնակչություն, որոնք իրենց մի մասը զգում է իրանցիներ, մի մասը որոշակի պանթուրքական այսպես հակումներ ունի, արդեն դրսևորում է եւ այնտեղ աշխատանք են տանում Ադրբեջանի, Թուրքիայի հատուկ ծառայությունները, հին պատմություն է։ Եվ Ադրբեջանը դա էլ է ցանկանում իհարկե վերցնել, եւ իհարկե Ադրբեջանը ցանկանում է գրավել Սյունիքը եւ Թուրքիան։ Սա է նպատակը։ Հիմա Ադրբեջանի մինիմում ծրագիրն այն է լինելու, որ երբ Իրանը ենթարկվի հարձակման, Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, փորձելով գրավել ինչ-ինչ տարածքներ, առաջին հերթին Սյունիքը։ Ախր Իրանը պետք է մի տարածքից ենթարկվի հարձակման։ Իրանից հենց հարևաններ որ նայում ես ամենաբանը Հայաստան։ Այսինքն Իրանը Հայաստանի տարածքից է ենթարկվելու հարձակման, որովհետև տարբեր հրապարակումներ եղան Գերմանիայից ամերիկյան բազաներ Հայաստան, որ ինչու Հայաստանից։ Հայաստանի տարածքը Իրանի հետ մոտ 40-41 կիլոմետր է այդ սահմանը այսօրվա դրությամբ։ Հիմնականում ավելի երկար սահման ունի հյուսիսում Ադրբեջանի հետ եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Հենց իր տարածքից խոսքը։ Այո, իսկ ոչ թե Հայաստանից, այլ հենց Ադրբեջանից կարող է, բայց Ադրբեջանը միանգամից այնտեղ չի համարձակվի հարձակվել, որովհետեւ Իրանը հզոր տարածաշրջանային տերություն է, որը կարող է միայն հրթիռային իր միջոցներով ոչնչացնել Ադրբեջանի նավթարդյունաբերական ամբողջ համալիրը մի քանի ժամվա ընթացքում։ Եվ այդպիսի համարձակություն անմիջապես Ադրբեջանը չի դրսևորի։ Դրա համար հարվածը կուղղվի Հայաստանի դեմ։ Հայաստանի վերջին տարիներին Հայաստանի հյուսիսային հարավային հատվածի անվտանգությունը երաշխավորում է Իրանը։ Եթե հիշեք, անցկացրեց զորավարժություններ Արաքսի ափին, այնտեղ նույնիսկ կամուրջներ գցեցին Արաքսը, իբր որ իրենք պետք է անցնեն եւ բնականաբար Ադրբեջանի տարածք ներխուժեն, եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվել Հայաստանի վրա։ Ուրեմն այդ ամեն ինչը զսպեց Ադրբեջանին եւ Թուրքիային։ Բայց եթե Իրանը հարձակվի հզոր ուրեմն հարվածների Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից եւ եթե այդ հարվածները հաջողություն ունենան, որ ես չեմ կարծում ամբողջական հաջողություն կունենան, բայց եթե այնպիսի հարվածների ենթարկվի, որ նրա հակաօդային պաշտպանությունը մեծամասամբ ոչնչացվի, նրա հրթիռային միջոցները ոչնչացվեն, որ ես չեմ կարծում դա հնարավոր է, որովհետև շատ բան գետնի տակ է պարզապես այսպես ստորգետնյա քաղաքներ են ստեղծված ռազմական, բազաներ են ստեղծված եւ այլն։ Եթե այդ ամեն ինչը տեղի ունենա, ապա Ադրբեջանը կարող է նաեւ համարձակվել, ներխուժել հենց Իրանի տարածք։ Այն հույսով, որ այդպիսով կգրգռի թուրքախոս զանգվածին եւ այդ զանգվածը կապստամբի ու հետագայում կմիանա բուն Ադրբեջանին։ Ահա այսպիսի իրավիճակների մեջ ենք մենք, Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն վարքյան հետ մղելու Ադրբեջանի հերթական ագրեսիան, որը կարող է լինել եւ Սյունիքի հատվածում, եւ Սևանա լճի ավազանի ուրեմն հատվածում, եւ Ջերմուկի հատվածում, եւ Նախիջևանի կողմից կարող է լինել։ Մենք ունենք բավականին երկար տարած այսպես սահման Ադրբեջանի հետ, շատ երկար այս փոքր պետության համար, գրեթե կարելի ասել 1000 կիլոմետրանոց սահման ունենք։ Եվ ամեն կետը այդ սահմանի մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Առաջարկում եմ իլերում են ձեր ասացի գանք Հայաստան, այս Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի այսպես կոչված շուրջ զրուցենք ու ելի սենց մի քիչ դուրս գանք ու հասկանանք թե որքանով դա երաշխավորված է, հա, աշխարհի այնել այսօրվա աշխարհի կողմից։ Հայաստան-Ադրբեջան, պարոն Այվազյան, բանակցություններ ու խաղաղություն կոչված պայմանագիր, որը հետո ըստ վարչապետ կոչվածի
վերջին պոստի դարձավ համաձայնագիր, չգիտեմ ինչի։ Ըստ էության Հայաստանի գործող ղեկավարը մուրում է, աղերսում է, տենչում է Ալիևից այդ փաստաթուղթը։ Իսկ Ալիևը թքած ունի եւ իր եւ մեր բոլորի խնդրանքների ու ընդհանրապես Հայաստանի վրա, ասում է, երբ կուզեմ, ոնց կուզեմ։ Ինչ է կատարվում ըստ ձեզ եւ որքանով է իրատեսական, նույնիսկ վերջին մարազմը, որը ասեց, որ միակողմանի ես կարող եմ ստորագրել բան եւ այլն։ Գիտեք, պատահական չէր, որ ես իմ այդ խոսքում մինչև այս պահը այդ խաղաղության համաձայնագիրը թե պայմանագիրը դրա մասին առհասարակ չհիշատակեցի, որովհետև դա այնքան անարժեք փաստաթուղթ է, որ ուղղակի դրա մասին հիշելը այսպիսի ռազմավարական եւ ռազմական հարցեր քննարկելիս, աշխարհառազմավարական հարցեր քննարկելիս ավելորդ է, որովհետև այդ փաստաթուղթը չի տալիս Հայաստանին որևէ երաշխիք, անվտանգության երաշխիք։ Դա ինչ-որ մի փաստաթուղթ է, որը ստորագրվել է, հիմա էլ պետք է ասում է Փաշինյանը, չէ, կներեք, այո, համաձայնեցվել է, Փաշինյանը հիմա էլ ասում է պետք է խնդրենք, որ ստորագրի Ալիևը։ Եվ առաջարկում է վայրը ընտրել, չգիտեմ, էս անել, այն անել։ Ալիևն այնտեղից 100 անգամ հասկացնել է տվել, որ իր համար կապ չունի, ստորագրի, չի ստորագրի այդ փաստաթուղթը։ Հենց տեսավ, որ իր համար հարմար պահ է ստեղծվել, անունը դնելու է դրա, որ Հայաստանը խախտեց, Հայաստանում ռևանշիստական ուժերն եկան, Հայաստանից կրակեցին, Հայաստանից չգիտեմ ինչ արեցին, բանի տեղ չի դնելու այդ փաստաթուղթը եւ հարձակումը իրականացնելու է։ Այնպես ինչպես Իսրայելը, տեսեք, Իսրայելը Ոնը մի երկիր երաշխավոր կանգներ, հասկանա։ Տեսեք, Իսրայելը հունվարի այդ երաշխիքն էլ որևէ երկիր որ կանգներ, դա էլ երաշխիք չէ լինի այսօրվա պայմաններում։ Տեսեք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանն էր երաշխավորը փաստորեն այդ համաձայնագրի, որի բոլոր կետերը Ադրբեջանը խախտեց։ Ռուսաստանն էր խախտեց, Ադրբեջանն էր խախտեց։ Դա էլ գարանտ չի։ Ուրեմն դա էլ չի։ Բայց հիմա օրինակ վերցնենք վերջին թեկուզ իրադարձություններից, որ տեղի ունեցան Գազայի հետ կապված։ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, նույնիսկ ավագ դաշնակից է, որը երբեմն թելադրում է Իսրայելին, Ադրբեջանին։ Ինչպես է վարվում պաղեստինցիների հետ բանակցություններում եւ այդ բանակցությունների արդյունքում կնքված փաստաթղթերի հետ ինչպես է վարվում։ Հունվարի 19-ին, եթե չեմ սխալվում, կնքվեց պաղեստինցիների հետ զինադադարի մասին համաձայնագիր, որով առաջին փուլը զինադադարի պետք է իրականացվեր, հետո երկրորդ փուլը, հետո եւ այլն եւ այլն։ Առաջին փուլը իրականացվելուց հետո, որը իրականում անընդհատ ինքը խախտել է այդ զինադադարը, գրեթե ամեն օր խախտել է։ Ուրեմն երկրորդ փուլը ասես չեմ կատարում։ Եկեք փոխում եմ ես իմ պայմանները։ Այնտեղ կային երաշխավորներ։ Երաշխավոր ասածը միջնորդներ կային այդտեղ։ Միացյալ Նահանգներն էր համար առաջին միջնորդ երաշխավորը։ Եգիպտոսն էր միջնորդ երաշխավորը։ Կարծեմ Հորդանանն էր եւ Քաթարում էլ տեղի էին ունենում այդ բանակցությունները եւ այդքանով արդեն այս մի քանի պետությունները դառնում էին երաշխավոր միջնորդ։ Ինչ տեղի ունեցավ։ Իսրայելը մի կողմ նետեց այդ փաստաթուղթը եւ ընդամենը 2-3 օրվա ընթացքում 500-ից ավել մարդ է սպանել։ Նորից արձակում է հրամաններ Իսրայելը, այս տարածքից դուրս եկեք ժողովրդին գնացեք, բացահայտ Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է տոտալ ոչնչացմամբ, համընդհանուր ոչնչացում ասում է, բնաջնջում կլինի, եթե դուք այս չանեք, այն չանեք, Համասի ղեկավարությանը չհանձնեք, ուրեմն դուք կենթարկվեք համընդհանուր ոչնչացման, բնաջնջման նույնիսկ։ Ահա նույն բանը անում է եւ անելու է Ադրբեջանը։ Հիշենք, Ադրբեջանն էլ էր հայտարարում, ասում հայերին պետք է դուրս գաք, ով չի ուզում Ադրբեջանի տարածքում ապրել, Ադրբեջանի քաղաքացի լինել, դուրս եկեք գնացեք հայեր։ Տարբեր կոպիտ խոսքերով էլ են ասել, կոպիտ այնտեղ, չգիտեմ, դրոշմանիշներ են բաց թողել եւ այլն, չեմ ուզում դրանք հիշատակել, այսինքն բացահայտ ցեղասպանական քաղաքականություն
որին այն մեծ տերությունները, որոնք պարտավոր են արձագանքել, քանի որ նաև ստորագրել են ցեղասպանության կանխման կոնվենցիան, որը նախատեսում է, որ բոլոր պետությունները, որոնք ստորագրել են, պետք է ջանք թափեն, թույլ չտան, որ ցեղասպանություն տեղի ունենա։ Որևէ մեկը որևէ ճնշում Ադրբեջանի վրա չի գործադրել, որևէ մեկը որևէ ճնշում։ Ոչ Արևմուտքը, ոչ Հյուսիսը, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանը։ Պարոն Ավազյան, այդ դեպքում ինչի ենք մենք sense մուրում այդ փաստաթուղթը։ Ներքին սպառման համար, որ էլի ֆռռստի մի քանի, ասենք, խեղճուկարակ մարդկանց մի երկու ձայն տան իրեն։ Ըստ երևույթին այո, բայց միայն դա չի խնդիրը, որովհետև մեր կապիտուլյացիոն գործընթացը, որը սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից, շարունակվում է եւ չի կանգ առնում։ Այդ կապիտուլյացիոն գործընթացը որոշել է ոչ միայն Ադրբեջանը, այլև մեծ տերություններն են մեզ համար որոշել, որ մեզ պետք է գրեթե զրկել եւ պետականությունից, իսկ դրանից հետո գուցե ամբողջ Հայաստանը հայաթափվի։ Սա է ցավալին ամենա, որ հայց մեծ տերությունները կարծես թե խրախուսում են այս գործընթացը, որտեղ այս խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տեսակ բոլորը ինչպես շնորհավորեցին, ահա ինչ հրաշալի պայմանագիր է կնքվում եւ այլն, եւ ինչն է հրաշալի, երբ տեղի է ունեցել Արցախի հայաթափումը, Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում եւ ցեղասպանություն, հենց այս պահին շարունակվում է մշակութային ցեղասպանությունը Արցախում, ոչնչացնում են հայկական հետքը ամեն տեղից այն հազարավոր հուշարձանները, գերեզմանոցները, եկեղեցիները, վանքերը, ամեն ինչը ոչնչացնում են, տարբեր շենքերը, որոնք նշանակություն են ունեցել այսպես խորհրդանշանական արժեք ունեն, կառավարության շենքներ, չգիտեմ, սա են այս ամենի ֆոնին, երբ դու խաղաղության պայմանագիր ես փորձում ստորագրել ցեղասպանի հետ, դա նշանակում է դու համաձայնես նրա հենց այս պահին վարած քաղաքականությանը։ Չէ՞ որ Հայաստանի պետությունը չի ասում, դադարեցրու այդ մշակութային ցեղասպանությունը, գերիներին ազատ արձակի, դադարեցրու Հայաստանի դեմ այդպիսի ռետորաբանությամբ, վիրավորական, ագրեսիվ ռետորաբանությամբ խոսելը։ Ուշադրություն պետք է դարձնենք, որ Ադրբեջանը ասում է, թե այս պայմանագրով իմ պահանջները չեն բավարարվում, ես շատ մեծ պահանջներ ունեմ։ Ընդ որում այդ պահանջների մի մասը անիրականանալի է, կամ եթե իրականացվեց, Հայաստանը վերջանում է դրանով։ Օրինակ ասենք, նրա պահանջներից մեկն է Հայաստան բերել 100 հազարավոր ադրբեջանցիների։ Բնականաբար Հայաստան դրանց բերելով հետնել պետք է ասի դրանց անվտանգությունը պիտի ապահովեն։ Այսինքն զորքել հետը պետք է գա այդտեղ, կամ ադրբեջանական, կամ չգիտեմ ինչական զորք, այսինքն Հայաստանը վերջանում է դրանով։ Դա մի պահանջն է անիրականանալի։ Մյուս պահանջն է սահմանադրությունը պետք է փոխեք։ Սահմանադրությունը փոխեք, այնտեղից այս հանեք, այն հանեք։ Այն մյուս պահանջն է չպետք է Հայաստանում հակաադրբեջանական գործողություններ իրականացվեն։ Դա իդեպ մցված է խաղաղության պայմանագրի մեջ։ Այսինքն Հայաստանում եթե մի օր 10 հոգի ցույց անի, ասի Արցախը Հայաստան է, նշում եմ Արցախի այսինչ ամյակը, այսինչ հաղթանակը բան, դա կարող է պատճառ դառնալ, որովհետեւ Ադրբեջանը ասի դու խախտեցիր պայմանագիրը, ես դիմում եմ այս քայլերի։ Պատժել հերոսներին, ապառազմականացնել, բանակը կազմալուծել։ Դասագրքերը պիտի ասի փոխի, այնտեղ ոչ մի պատմություն չտեսնեն, որ Արցախը Հայաստան է, եւ այլ կանգ չի առնելու այս գործընթացը։ Դա շարունակվելու է մեռանք ասելով այդ մասին 5 տարի է ասվում, բայց իշխանությունը, քանի որ դրածո է, սա հայկական իշխանություն չէ, հայկական ազգային իշխանություն։ Դրածո է, մարդկանց հանձնարարում են, մարդիկ անում են, կատարում են այն ինչ որ իրենց ասված է։ Սա է ցավալին ամենա։ Պարոն Ավազյան, բայց սրան զուգահեռ, գիտեք, կա թեզ, կա տեսակետ, որ հեսա Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմը կավարտի ու արդեն կանցնի Հարավային Կովկազ, Հայաստանի, Ադրբեջանի հարցերը կլուծի, որտեղ ինչ կուզի, տենց իշխանության կվերի իր մարդկանց։ Կանոնման բան ռեալ պոլիտիկում դա շատ տարածված տեսակետ է, ռուս վերլուծաբաններն են այդպիսի բաներ ասում, այստեղ ռուսամետ վերլուծաբաններն են այդպիսի թեզ առաջ քաշում, բայց դա շատ անլուրջ տեսակետ է, որովհետև այնպիսի զիջումների է արդեն իսկ գնացել Ռուսաստանը, որ վերադարձնել այն ինչ ինքը կորցրել է
գրեթե անհնար է եւ Ռուսաստանը այսօր այն ուժներ չունի եւ այն կամքներ չունի եւ այն նախադրյալներն էլ ցույց չի տալիս, որ ինքը ցանկություն ունի ինչ որ մի բան շտկելու այս տարածաշրջանում, վերադարձնելով նախկին իրավիճակը, օրինակ ասենք վերադարձնելով Արցախը հայերին, թեկուզ իր վերահսկողության տակ լինի, թե երրորդ ուժի վերահսկողության տակ լինի, թե չգիտեմ, այդ էլ չի ցուցադրում։ Տեսնում ենք, որ Արցախի հարցում բոլոր կետերում Ռուսաստանը համաձայնվում է Ադրբեջանի հետ։ Իդեպ նույն բանը արևմուտքն է, նույնն էլ արևմուտքն է։ Ասում որ հենց դա Ադրբեջանը, հեսա Ուկրաինայի մոտ։ Դա Դնեպրիկողը դրոշները խփին։ Տեսեք, եթե Ռուսաստանը իսկապես ցանկություն ունենար այս Կովկասում պահել իր այն ազդեցությունը, որը ուներ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, նա Արցախը չէր հանձնի եւ այստեղ ամեն կերպ կպաշտպաներ իր շահերը, չեմ ասում Հայաստանի շահերը, իր շահերը կպաշտպաներ։ Օրինակ բերեմ ձեզ պատմական առումով, տեսեք, ասում են մի ճակատում պետք է հիմա Ռուսաստանը կռվի, բայց դա ամենասխալ ռազմավարական քայլն է, որ կարող է երբևէ որևէ պետական գործիչ պատկերացնել։ Որտեւ եթե ամրոցը դու մի դարպասդ քո պաշտպանես, մյուս դարպասներից թշնամին կարող է ներխուժել։ Դու պետք է բոլոր քո դարպասները պաշտպանես, իսկ այսօր Կովկասը Ռուսաստանի հարավային դարպասն է։ Ռուսաստանը հանձնում է այստեղ։ Տեսեք 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը պատերազմներ էր մղում եւ արևմուտքում Նապոլեոնի դեմ 6 կոալիցիա եղավ, այնտեղ եթե վերցնենք 19-րդ դարի սկիզբը 1805 թվականից մինչև 1815 թվականը հիմա չեմ այդպես 4-5-6 պատերազմ է մղվել Նապոլեոնի դեմ, այդ թվում 1812 թվականի հայրենական պատերազմը, երբ Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան, բայց մինչև էլ այդ պատերազմները մղվել են Եվրոպայում։ Այդ նույն ընթացքում Ռուսաստանը այստեղ, այս Կովկասում 4 պատերազմ է մղել, 2 պատերազմ Թուրքիայի դեմ։ Իրան, հա։ 1806 թվականից մինչև 1812 թվականը Թուրքիայի դեմ, ճիշտ է, ավելի շատ եվրոպական Թուրքիայի թաթերաբեմում էր այն Բեսարաբիա եւ այլն այդտեղ այդ հատվածն է։ Մյուս պատերազմը Թուրքիայի դեմ եղել է 1828-29 թվականներին եւ Իրանի դեմ, Պարսկաստանի դեմ է պատերազմ մղել 1804 թվականից մինչև 13 թվականը, մինչև ուրեմն Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է, այսինքն այն ընթացքում, երբ որ Նապոլեոնի դեմ պատերազմներ էին կատաղի։ Օջախ ա եղել։ Մեկ պատերազմ էլ արդեն եղավ 1826-28 թվականին։ Մի հատ էլ դեռ այդ ընթացքում պատերազմ մղեց Ռուսաստանը Շվեյցարիայի դեմ, երբ Ֆինլանդիան իրեն միացրեց 1809 թվականին, մոտավորապես, չէ, 7 թե 9 թվականներին, այդպես, հիմա կարող է 1-2 տարով սխալվել։ Բա ինչու էր, ուրեմն այսօրվա Ռուսաստանը 19-րդ դարի սկզբի Ռուսաստանից այնքան է թուլացել, որ չի կարող երկու ճակատում պատերազմ մղել։ Կարող է։ Ես չեմ կարծում, այստեղ ավելի շատ գալիս է խնդիրը նրան, որ Ռուսաստանը ինչ որ համաձայնության է եկել արևմուտքի հետ վերաբաժանելու տարբեր ազդեցության գոտիներ եւ տարածաշրջաններ, երկրներ եւ այդ ընթացքում ինքը մեծ զիջումների է գնացել։ Մասնավորապես Հայաստանը զիջել է արևմուտքին, իսկ արևմուտքն էլ Հայաստանը զիջել է բնականաբար զիջում է սահուն կերպով, այսպեսի անտեսանելի կերպով տալիս է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ձեզ փորձագետները հակադարձում են, ասում են երբեք չի զիջի Ռուսաստանը։ Բայց զիջել է արդեն։ Ինչն են հակադարձում։ Արցախը Հայաստանի 1/4 մասն է, դա զիջել է։ Այդ տակ օջախը սառեցրեց, որպեսզի այ հիմա արդեն հանգիստ sense համակարգի էլի Հայաստան-Ադրբեջան։ Ուր է որ չի նկատում։ Դե պակաշտեն իդանաս հասկանում եք։ եք։ Ես էլ ասում եմ, եթե նպատակ լիներ Արցախը Հայաստանը չզիջելու նպատակ ունենար, Արցախը չէր զիջելու։ Եթե Արցախը զիջեց, դա նշանակում է Հայաստանը ազատվանք, պարոն Այվազյան, չէ, իխ կալակոլն է։ Բայց հիմա տեսեք, Հայաստանի տարածքը բռնազավթված է 200 քառակուսի կիլոմետր կամ 250 քառակուսի կիլոմետր Ադրբեջանի կողմից բռնազավթված է։ Եթե Արցախն էր
միայն խանգարիչ հանգամանքը, բայց այստեղ ինչ որ Ռուսաստանը 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 ձայն անի, այ քեզ բան։ Եթե մեկ ձեններս կտրել են։ Կներեք, լրիվ մեր հարցը տվեցինք Ռուսաստանին, էսինք մեր ինքնիշխանությունը։ Տեսեք, դուք մենք խոսում ենք Ռուսաստանի մաս։ Այն որ մենք պետք է ձայն հանենք, դրանում ոչ մի խոսք։ Առաջի հերթին մենք, այո, մեր կառավարությունը, որը մերը չի, ասեցի, դրածո կառավարություն է, հասկանում եք, այս խնդիրը պետք է հասկանանք։ Դրածո կառավարությունը չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել։ Դրածո է ինչպես նախապես Հայաստանը համատեղ վերահսկվել է վերջին 3 տասնամյակում Ռուսաստանի եւ Արևմուտքի կողմից համատեղ։ Հիմա հանձնվում է Թուրքիային։ Պատական չէր, որ Նիկոլը բռնել էր այն Էրդողանի գիրքը կրծքիներ սեղմել, սրտիներ իր սեղմել։ Այն էլ ոնց։ Դա պատահական չէ, դա ցույց է տալիս, դա սիմվոլիկ նշան է, որ ես մտնում եմ ձեր վերահսկողության տակ, ձեր ազդեցության տակ։ Ով է Նիկոլին հրահանգում, որ նա մտնի Թուրքիայի ազդեցության տակ։ Արևմուտքը եւ Ռուսաստանը թույլ է տալիս դա, որովհետեւ ժամանակին եկել է համաձայնության։ Դա Ռուսաստանի համար շատ ծանր է նստում, իր վրա շատ ծանր է նստում, արդեն իսկ իր ազդեցությունը թույլացել է ոչ միայն այսր Կովկասում, Ադրբեջանում, Հայաստանում, տեսեք Ադրբեջանում Ալիևը մատը թափ տալով է խոսում Մոսկվայի հետ արդեն։ Բայց նույն կերպ թույլացել է Միջին Ասիայում։ Եվ դա Ղարաբաղում Ռուսաստանի նահանջի եւ Հայաստանին այսօրվա դրությամբ դարձյալ աջակցություն ցույց չտալու Ադրբեջանի դեմ այս հակամարտությունում հետևանք է։ Այն որ մենք անընդհատ գրում ասում ենք Նիկոլա ասում եմ այսօրվա իշխանությունը կատարելու է այն, ինչ իրեն թելադրելու են։ Երբեք չի ով է թելադրում։ Ասացի, հենց նոր ասացի, Արևմուտքը եւ Ռուսաստանը թույլ է տալիս արդեն տվել է Արևմուտքին մեզ։ Նա չի այսօր վերահսկում Փաշինյանի քայլերը նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարցերում հակասություն կա, է։ Որն է։ Մեր անվտանգության, ասենք, մեր սահմանը, հայ-թուրքական սահմանին կանգնած է ռուս սահմանապահ, 102-րդ ռազմաբազան ստեղ է։ Մենք ընդհանուր ռազմավարական դաշնակից ենք ստրատեգիական նշանակության Ռուսաստանի հետ։ Էլ չեմ ասում տնտեսական գոտի ԵԱՏՄ, բայց մեզ տալիս են Թուրքիային ու Արևմուտքը մեզ տենց ասում է, գնա Թուրքիայի տակ։ Ինչքաներեք կոպիտ է ինչու։ Բայց как понять։ Պետք է հետ չէ, как понять չէ, հետևեք այս ընթացքը, որ գնում է Արցախի հանձնումը դա Հայաստանի։ Հասկացա, բայց դա ո՞նց են գնում։ Դա Հայաստանի մի մասի հանձնում էր, դա գլխացավանք չէ։ Դա Հայաստանի 1/4-ի հանձնում էր, որից հետո Սյունիքը եւ ամբողջ Հայաստանը հայտնվում են գրեթե անելանելի ռազմավարական ու ռազմական վիճակում։ Սյունիքը իր այդ նեղ հատվածով պաշտպանունակության առումով հայտնվում է գրեթե անելանելի վիճակում։ Պարոն Այվազյան, ներողություն եմ խնդրում։ Եթե տենց է, ուրեմն եթե ներողություն էլի, որ ընդհատում եմ, եթե ձեր տրամաբանությամբ գամ, գուցե սխալվում եմ ուղղեք ինձ։ Եթե Սյունիքի վրա էլ արձակվեն թուրք-ադրբեջանական տանդեմը կամ իսրայելական թեկուզ համաձայնությամբ, պետք է Ռուսաստանը Իրանի հետ վերջերս կնքես, չի համաձայնագիր։ Կարող ասի, դե ոչ մի խառնվի։ Դա ընդհանրապես իրանց համար միջանցք է։ Այսինքն սաստի Իրանին չի կարող, որովհետև Իրանը ինքնուրույն պետություն է, ինքը իր շահերը գիտի։ Բայց արդյոք առանց Ռուսաստանի Իրանը տենց դերակատարություն։ Արդեն իսկ, քանի անգամ Իրանից հնչել են հայտարարություններ, բաց, եթե չեք հիշում, հիշեցնեմ, ինչպես են հրավիրել Ռուսաստանի արտգործնախարարությունը, այսինքն դեսպանին են հրավիրել, բողոք են հայտնել, որ Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով մենք համաձայն չենք ձեր տեսակետին, որ պետք է հանձնվի Զանգեզուրի միջանցքը, բացահայտ, քանի անգամ բողոք են արտահայտել։ Ռուսաստան, Արևմուտք, Իսրայել։ Ոչ թե, այո, կա, Իրանը ինքնուրույն խաղացող է այս տարածաշրջանում եւ ասում եմ, բավական կոշտ ու կոպիտ արդեն իսկ հայտարարել է, որ ես դեմ եմ եւ Ռուսաստանին էլ քննադատել է բացահայտ, որ ես ձեր տեսակետին դեմ եմ այս Զանգեզուրի միջանցքի պահով, որ պետք է հանձնվի այդպես գնան այսպես ազատ։ Իրանը հասկանում է, որ Հայաստանը իր համար ունի այնպիսի ռազմավարական նշանակություն, որ դրան կորստից հետո հարցը անմիջապես տեղափոխվել է հյուսային Իրան։ Այսինքն իր համար կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյությունը, մասնավորապես Սյունիքի հատվածը, այսինքն իր հյուսային ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ եւ բացի դրանից, եթե այդ Հայաստանը կործանվում է, Սյունիքի կործանումը նշանակում է Հայաստանի կործանում,
Ինչպես նաև Արցախի կործանումներ, Հայաստանի կործանում վերջին խազն է մնացել, հասկանում եք։ Եթե Սյունիքը կորցնում ենք Իրանի տեսակետից, այդ ամբողջ տարածաշրջանում հզորանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի այս թուրանական այս դաշինքը, որը գնում հասնում է մինչև կենտրոնական Ասիա, եւ այնտեղից Իրանի վրա այդ ճնշումը տասնապատկվում ու հարյուրապատկվում է։ Հա, բոլոր կողմերից։ Դրա համար Իրանը չի կարող համաձայնվել ոչ Ռուսաստանի հետ, ոչ էլ մեկ ուրիշի հետ, որ Հայաստանը պետք է կործանվի։ Օդու ջրի կենաց մահու Այո, նրա համար մոտավորապես ես այդ համեմատությունը բերում եմ, ինչպես Արցախն էր Հայաստանի վահանը, եւ Արցախը մեզ համար կենսական նշանակություն ուներ, բայց մենք կորցրեցինք Արցախը։ Չգիտակցեցինք դա, հա։ Որովհետեւ դա դա առանձին խոսակցության նյութ է, բայց գիտենք արդեն ինչ է, բազմիցս խոսել ենք այդ մասին։ Այնպես էլ Հայաստանը այդպիսի նշանակություն ունի Իրանի համար։ Եվ այդ պատճառով Իրանը ատամներով մեզ պահելու է, եթե միայն ինքը չենթարկվի այնպիսի ուժգին հարվածների, որ չկարողանա մեզ աջակցել այդ հարցում արդեն։ Իդեպ որի հայտարարությունների տեսքով լսում ենք Թրամփը տենց Ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգներն այսօր ունի այն ուժը, որ կարողանա Իրանին ծնկի բերել։ Որտեվ Իրանը այս վերջին 20-30 տարում, հատկապես վերջին 20 տարվա ընթացքում տասնապատիկ հզորացել է ռազմական առումով, հատկապես ներքին խնդիրները ուրիշ են, բայց ռազմական առումով տասնապատիկ հզորացել է։ Իսկ Միացյալ Նահանգները այդ նույն ընթացքում չեմ ասի որքան, բայց երևի 2-3 անգամ նրա հնարավորությունները պակասել են, մասնավորապես նաև այս տարածաշրջանում։ Կնքվել է նաև Ռուսաստան, Իրան, Իրան-Չինաստան ռազմավարական պայմանագրեր են կնքվել, որոնք թեև չունեն ռազմական փոխօգնության այն դրույթը, որ եթե հարձակման ենթարկվես, ես գալու եմ քեզ օգնության, այդպիսի դրույթ չկա, օրինակ Ռուսաստանի հետ պայմանագրում այսպես փափուկ կերպ էր ձևակերպված, որ եթե Ռուսաստանը կամ Իրանը ենթարկվեն հարձակման, մյուս կողմը չի օժանդակի այդ հարձակվողին։ Այսպիսի դա հասկանալի է, որ պիտի չօժանդակի, այսպիսի մի սիմվոլիկ բան էր, բայց ամեն դեպքում Իրանը Ռուսաստանից էլ է ստանում բավական մեծ թվով այսպես առաջատար սպառազինություն, մասնավորապես Su-35 ինքնաթիռներն են, հակաօդային պաշտպանության միջոցներն են, չգիտեմ, Su-400-ներ կարծես թե ստացել է, S-400-ներ հակաօդային պաշտպանության այդ հրթիռային հրաշալի համակարգը եւ Իրանին հազիվ թե Միացյալ Նահանգները կարողանա ծնկի բերել, եթե միայն միջուկային հարված չհասցնեն, իսկ միջուկային հարված չեմ կարծում, թե հենց անմիջապես կհասցնեն։ Այնտեղ Իսրայելը կա, բան կա։ Որտեղ միջուկային հարվածի դեպքում Իրանը, եթե այսօր ինքը իրեն զսպում է եւ միջուկային զենք չի արտադրում, դրա հնարավորությունը իրականում ունենալով, այդ հզոր հարվածների ենթարկվելու դեպքում անմիջապես կասի դե ես էլ արտադրեմ, որտեղ իմ գոյության հարցն է դրված։ Եվ կարող է արդեն, եթե հիմա ասում է պետք չէ, որպեսի ինձ վրա հարված չբերեմ, արդեն հարվածը գալուց հետո ասելու է էլ ուրիշ ելք չունեմ, պետք է ուրեմն այդ զենքը ստեղծեմ, իսկ դա կարող է անել ընդամենը 1, 2, 3 շաբաթվա ընթացքում։ Մի կողմը Պակիստան, այնտեղ Իսրայել, Նահանգներ։ Այո։ Պարոն Այվազյան, ինչ անել, որն է ելքը եւ ինչ է սպասվում, ամփոփում ենք մի քանի րոպե։ Գիտեք, նոր բաներ այս առումով ասելու չկան ինչ անել, որովհետեւ իրավիճակը Հայաստանի համար վերջին 3 տասնամյակների ընթացքում նույնն է եղել։ Անընդհատ մենք լինել չլինելու այս երկընտրանքի առջև ենք կանգնած։ Դրա ելքը ստեղծելն է զսպման սեփական մեխանիզմներ։ Անվտանգային։ Այո, անվտանգության մասին է խոսքը։ Դրա բաղկացուցիչ մասերն են ստեղծել ազգ բանակ մոդելով պետություն։ 1000 անգամ այս մասին խոսել եմ։ Մանրամասն եմ խոսել, հիմա մանրամասն չեմ ուզում ասել, դա նշանակում է գլխովին ժողովրդին կազմակերպել, զինել, աշխարհազորային ուրեմն ուժեր պետք է լինեն ամենուր, սկսած սահմանամերձ գյուղերից վերջացրած Երևան մայրաքաղաքով,
դա մի ուղղությունն է, բանակը բնականաբար պետք է լինի մեծաթիվ, ունենա հրամանատարություն, հեղինակավոր հրամանատարություն եւ վճռական հրամանատարություն, ունենա իհարկե պետության գլխին գաղափարական հայրենասեր դեմքեր, ոչ թե այսօրվա դրածո կառավարության պես մարդիկ։ Սա է լուծումները, թե ինչպես հասնել դրան, դա արդեն ներքին քաղաքականության հարցեր են եւ դարձյալ կապված են արտաքին քաղաքականության հետ, որովհետեւ այսօրվա դրությամբ Փաշինյանը ստանում է աջակցություն բոլոր միջազգային ուժային կենտրոններից։ Մեր ընդդիմությունն էլ չի դրսևորում որևէ այսպես իրական ստեղծագործական մոտեցում, ասեմ, վճռականություն, գաղափարական մոտեցում եւ այլն, ընդդիմությունն էլ ժամավաճառությամբ է զբաղված։ Իշխանությունը հեքիաթներ է պատմում խաղաղության պայմանագրի մասին, ընդդիմությունն էլ դարձրել է ինքն իրեն, կարծես մի ԶԼՄ աղբյուր, մի այսպիսի թերթ լինի, թե չգիտեմ, ռադիոկայան լինի, որը քննադատում է միայն, այլ ոչ թե դիմում է հստակ գործողությունների։ Հասկանում եք, մենք բացի իհարկե ռազմական հարցերից ունենք բազմաթիվ այլ անվտանգային խնդիրներ, այդ թվում միգրացիայի հարցը, որը ձեզ մոտ ես էլի բարձրացրել եմ, բայց մեր ընդդիմությունը այդ մասին առհասարակ չի խոսում։ Այսօր ամենահզոր պետությունները կանգնած են այդ միգրացիոն ճգնաժամի առջև եւ փորձում են ելքեր գտնել, օրինակ Միացյալ Նահանգներն է սկսել արտաքսման գործընթաց, Ռուսաստանում գիշեր-ցերեկ խոսում են, որ այսպես չի կարող շարունակվել, այլապես Ռուսաստանը կկործանվի։ Իսկ Հայաստանում ոչ ոք այդ մասին չի խոսում, ոչ իշխանությունը, որը ընդհակառակը կազմակերպում է այդ ներհոսքը օտար տարրերի։ Բացով ասես գալիս է։ Բերում են, մարգարային բացում 10 օրով։ Խեղկատակներ եք դուք կազմակերպում են այդ մարդիկ շատ հեշտ աշխատանք են այստեղ գտնում, դա կազմակերպված գաղտնի գործընթաց է։ Ո՞վ է վերահսկում է, ո՞վ է մտնում։ Հենց այդտեղ խնդրեմ, բայց դուք նայեք, որ ընդդիմությունը ոչինչ չի ասում այդ մասին։ Սա ինչ է նշանակում, որ ընդդիմությունն էլ է նույն կենտրոններից վերահսկվում, ղեկավարվում, թե ինչի մաս, թե ընդհանրապես իրենք չեն հասկանում։ Չէ, իրենք ավելի կարևոր կարծես չգեմ, գերիների կամ խաղաղության էս։ Բայց ավելի կարևոր չէ, այս խնդիրը կարևոր են իհարկե։ Նույն նշանակություն ունի եւ պակաս վտանգավոր չէ, քան Ադրբեջանի ներխուժումը, որովհետեւ եթե այսօրվա դրությամբ Հայաստանում ապրում է 100-150 հազար հնդիկներ, չգիտեմ, էլ ինչ Բանգլադեշից են, որտեղից են չենք իմանում, այդ էլ մեզ չեն ասում, դա էլ չգիտենք, ընդամենը 5 տարվա ընթացքում, եթե 100-150 հազար մարդ է եկել, առաջիկա 5 տարվա ընթացքում եւս 100-150 հազար մարդ, եւ մենք ունենալու ենք 300 հազարանոց այստեղ օտար զանգված, որը բացարձակ չի պաշտպանելու Հայաստանի շահերը, չի մերվելու Հայաստանի մշակույթին, չի կարողանալու, չի գնալու բանակում ծառայելու, եթե գնա էլ դա մեզ համար մի բան չէ, որովհետեւ չի իր հայրենիքը չէ սա որ պաշտպանի, ընդհակառակը ինքը իր արդեն իրավունքներն է փորձելու դնել եւ պաշտպանել։ Հասկանում եք, այս մասին էլ պետք է խոսք լինի։ Դե ընդհանրապես պիտի պահանջ ներկայացվի, ոչ միայն դա խաղաղության պայմանագիր։ Ինչ խաղաղություն եք բերում։ Մետ ասեք տեսնենք ինչ եք քննարկում, տղա ջան, ինչ կա այդ պայմանագրի մեջ, ինչ կետա կա։ Ախր գիտենք արդեն ինչ կա։ Դա նշանակում է այդ խաղաղության պայմանագիրը, որ Հայաստանը ընդունում է Ադրբեջանի բոլոր պայմանները, տեսեք, ընդունեց, որ միջազգային ատյաններից պետք է հետ քաշենք մեր հայցերը, այսինքն համաձայնվում է, որ Ադրբեջանը պետք է հայերին սպանի անպատիժ։ Կամ ում որ բռնել է, սպանել է, կամ չգիտեմ, ինչ հանցանք արել է, ճիշտ է արել։ Հիմա ասենք ստորագրում են պայմանագիրը, գերիներին այնտեղ դատում են ու ինչ հետնել կապված հարցեր, կեղծ, սուտ եւ այլն արծարծում են, Հայաստանի դեմ նոր փաթեթներ են այսպես ստեղծում եւ այլն։ Դա հրաժարվում է, ասում եմ, հրաժարվում է ազգային արժանապատվությունից այս իշխանությունը։ Պետություն առանց ազգային արժանապատվության չի կարող գոյատևել։ Փաշինյանի ամենամեծ մեղքը նա է, որ նա հարվածում է ամեն օր իր տեսքով, իր խոսքով, իր թեզերով հարվածում է հայերի ազգային արժանապատվության, այսինքն այն ինչը որ ինքը ասում էր, դուխով ժողովուրդ, դուխով, ինքը ամեն օր հարվածում է հայկական ոգուն։ Ամեն Աստծո օր առաջ քաշելով ադրբեջանական թեզերը, ընդունելով բոլոր տիպի ճնշումները, չպատասխանելով Ադրբեջանի հնչող վիրավորանքներին եւ այլն, եւ դասագրքերը փոխելով եւ մեր հաղթանակները ներկայացնելով որպես պարտություն եւ այլ, մեր խոշորագույն
ճակատամարտը, ավարայրի ճակատամարտը 7-րդ դասանի դասագրքում ներկայացված է որպես պարտություն։ Այնինչ դա այդ ժամանակների ամբողջ եվրոպական եւ այս մերձավոր արևելյան, ավելի շուտ առաջավոր արևելյան տարածաշրջանում խոշորագույն ճակատամարտերից մեկն էր, որտեղ մենք չենք պարտվել, ռազմական ոչ ոքի է եղել, որը հետագայում վերաճել է, դարձել է ռազմավարական հաղթանակ, ոգու հաղթանակ, բայց դա նաև ռազմական պարտություն չի եղել։ Դա առանձին խոսակցության նյութ է։ Ուզում եմ ասեմ, ահա այս մակարդակով հարվածներ են հասցվում հայոց ազգային արժանապատվությանը, կեղծվում է հայոց պատմությունը եւ այլն եւ այլն։ Սա է ցավալին եւ դիմադրական ընդհանուր ճակատ չի ստեղծվում։ Պատճառների մասին կարող են երկար խոսել, ինչու չի ստեղծվում։ Մեղքը այստեղ ընկնում է հիմնականում ընդդիմության, այսպես կոչված ընդդիմության եւ նրա առաջնորդների վրա։ Ընդդիմությունը միայն խորհրդարանում չէ, կան արտախորհրդարանական կարգին տղեկ, պինդ տղեկ, որոնք նախաձեռնություններով, տարբեր շարժումներով եւ միավորներ ստեղծելով իրենց ըմբոստությունն են հայտնում։ Բայց ինստիտուցիոնալ առումով դուք ճիշտ եք, հա, ռեսուրսները գտնվում են խորհրդարանական ընդդիմության ձեռքին։ Ճիշտ եք։ ԶԼՄ-ները նկատի ունեմ, կազմակերպչական ռեսուրսները, ֆինանսական որոշակի ռեսուրսները եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, շատ երկարի, որ էլի հարցեր կա, որ սենց չեմ դիմանում, ուզում եմ տամ, բայց մյուս անգամ թերևս թողնենք։ Շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար։ Բարեկամներ, սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, մեր հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։ Շնորհակալություն նաև ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ ալիքին բաժանորդագրվեցիք։